Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հուլիսի 8։ Չար և շնացող ազգը նշան է ուզում, և նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը։ Մատթեոս 12:39 խոսք։ Թեև Քրիստոսը միշտ պատրաստ է լսելու և պատասխանելու սուրբ ցանկություններին ու աղոթքներին, սակայն նրանք, ովքեր սխալ շարժառիթներով են խնդրում, են, բայց չեն ստանում։ Նշաններ տրվեցին նրանց, ովքեր դրանք փնտրում էին իրենց հավատքը զորացնելու համար, ինչպես Աբրահամն ու Գեդեոնը, սակայն մերժվեցին նրանց, ովքեր նշան էին պահանջում իրենց անհավատությունը արդարացնելու նպատակով։ Քրիստոսի իր սեփական զորությամբ մեռելներից հարություն առնելը, որն այստեղ կոչվում է Հովնան մարգարեի նշանը, Քրիստոսի Մեսիան լինելու ամենամեծ ապացույցն էր։ Ինչպես Հովնանը 3 օր և 3 գիշեր մնաց մեծ ձկան փորում, ապա կենդանի դուրս եկավ, այնպես էլ Քրիստոսը 3 օր պիտի մնար գերեզմանում և ապա հարություն առներ։ Նինվեի մարդիկ պիտի ամաչեցնեն հրեաներին իրենց չապաշխարելու համար, իսկ Սաբայի թագուհին Քրիստոսին չհավատալու համար։ Մենք նման հոգսեր չունենք, որ խանգարեն մեզ, մենք Քրիստոսի մոտ չենք գալիս նման անորոշություններով։ Այս խոսքերը ներկայացնում է հրեական եկեղեցու և ազգի վիճակը։ Այն նաև կիրառելի է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր լսում են Աստծո խոսքը և որոշ չափով բարեփոխվում են, բայց ճշմարտապես դարձի չեն գալիս։ Անմաքուր ոգին որոշ ժամանակով հեռանում է, բայց երբ վերադառնում է, տեսնում է, որ Քրիստոսը այնտեղ չէ իրեն դուրս պահելու համար։ Սիրտը մաքրված է արտաքին բարեփոխմամբ, բայց զարդարված է չար առաջարկություններին համաձայնելու պատրաստակամությամբ, և այդ մարդը դառնում է ճշմարտության ավելի վճռական թշնամի։ Յուրաքանչյուր սիրտ անմաքուր ոգիների բնակավայր է, բացառությամբ այն սրտերի, որոնք Քրիստոսի հանդեպ հավատքով դարձել են Սուրբ Հոգու տաճար։